Ըստ խնդրի, հայտնի է, որ առաջին ծորակը դատարկ ավազանը կարող է լցնել ջրով 12 րոպեում, իսկ երկրորդ ծորակը կարող է դա անել 6 րոպեում։ Բացի այդ, եթե ավազանը լիքը լցված է ջրով, ապա նրանում խցանը հանելուց հետո այն ամբողջությամբ կդատարկվի 8 րոպեում։ Շատ լավ, այսինքն տվյալ պահին մենք ունենք 3 մեծություններ։ 3 տվյալներ, որոնք հետևյալն են։ Գիտենք, որ առաջին ծորակը ամբողջ ավազանը կարող է լցնել 12 րոպեում, դրա համար եկեք աղյուսակում լրացնենք այդ տվյալները։ Առաջին ծորակը 12 րոպեում ամբողջ կլցնի։ Երկրորդ ծորակը գիտենք, որ 6 րոպեում ամբողջ ավազանը կլցնի, իսկ խցանից թափվելու դեպքում ընթացքում 8 րոպեում կդատարկվի մեր ամբողջությամբ։ Լիքը ավազանը։ Շատ լավ։ Դե իսկ սա էլ մեր գծագիրն է արդեն, ինչպես է ամեն ինչ տեղի ունենում։ Ավազանը այս տեսք ունի, առաջին ծորակից այսպես է լցվում, երկրորդից այսպես եւ խցանից թափվում է։ Խցանը հանելուց հետո թափվում է, այս հատվածում է խցանը դնում։ Շատ լավ։ Ունենք 4 պահանջ եւ եկեք հերթով ուղղակի կարդանք եւ արդեն նշումներ անենք։ Հետագայում արդեն կհասկանաք ինչի համար էր այս երկրորդ տողը։ Դատարկ ավազանի, որ մասը կլցվի ջրով, եթե երկու ծորակները գործեն համատեղ 1 րոպե։ Շատ լավ։ Մեզ մոտ ամբողջությամբ ավազանը դատարկ է, ոչինչ չկա լցված, եւ ընդամենը 1 րոպե երկու ծորակները, առաջինն ու երկրորդը միաժամանակ բացվում են։ Հիմա մեր ունեցած տեղեկությունը նրա մասին է, որ 12 րոպեում ամբողջն է լցվում։ Բայց եթե 1 րոպե բացվի, ինչ կարող ենք մենք դրա մասին ասել։ Տվյալ պահին ոչինչ չգիտենք, այսինքն ոչինչ մենք այստեղ չենք նշել։ Շատ լավ, բայց կարելի է եզրակացություն կատարել նրանից, որ եթե ամբողջ ավազանն է 12 րոպեում լցվում, երբ առաջին ծորակը բաց է, ապա այն հավասարաչափ է իհարկե լցվում, այդպես ենք ենթադրում։ Հետևաբար 12 րոպեում եթե ամբողջն է լցվում, ընդամենը 1 րոպեում կլցվի դրա 1/12 մասը, այսինքն ամբողջ ավազանը կբաժանենք 12 հավասար մասերի եւ նրանցից յուրաքանչյուրը կլցվի 1 րոպեում։ Դրա համար այստեղ հստակ կարող ենք ասել, որ առաջին ծորակը 1 րոպեում լցնում է 1/12 մասը։ Հենց այսպես կարող ենք նշանակել րոպե մասով, նկատի ունենալով, որ 1 րոպեում այսքան մասն է լցնում։ Շատ լավ, հիմա էլ գիտենք, որ 1 րոպեում 12 մասն է լցնում, կներեք 1/12 մասն է լցնում։ Նույն եզրակացությունը կարող են կատարել երկրորդ ծորակի համար, որովհետև կրկին մեզ հետաքրքրում է, թե մի րոպեում նա ինչ գործողություն կարող է կատարել, ինչքանն է լցնում։ Դե այստեղ էլ կունենանք 1/6 մասը 1 րոպեում կարող է լցնել։ Դե իսկ խցանը բացելուց հետո դատարկվելու ժամանակը, քանի որ 8 րոպե է, դրա վերաբերյալ նույնպես եզրակացություն կարելի է անել, եւ դա էլ մեզ մոտ 1/8 կլինի։ Շատ լավ։ Հիմա ունենք արդեն այս մեծությունները ու գործողությունները ավելի հեշտ կլինեն հետագայում։ Խնդիրը պահանջում էր ըստ ապահանջի գտնել, թե երկու ծորակները համատեղ 1 րոպեում գործելու դեպքում ավազանի որ մասը կլցնեն։ Եթե առաջին ծորակը լցնում է 1/12 մասը 1 րոպեում, երկրորդ ծորակը լցնում է 1/6 մասը 1 րոպեում, ապա նրանք միասին կլցնեն այս գումարը 1/12-ին գումարած 1/6։ Եթե բերենք ընդհանուր հայտարարի, կունենանք 1/12 գումարած 2/12, ինչի արդյունքում ուղղակի ունենք 3/12, կրճատելուց հետո 1/4։ Ահա, երկու ծորակները միաժամանակ բաց լինելու դեպքում 1 րոպեում կլցնեն ավազանի 1/4 մասը։ Շատ լավ։ Անցնենք B դեպքին։ B պահանջը ինչ է մեզնից պահանջում գտնել։ Ավազանի որ մասը կլցվի ջրով, եթե առաջին ծորակը գործի 3 րոպե, իսկ երկրորդը 2 րոպե։ Շատ լավ։ Ունենք նույնը ինչ A պահանջում, ուղղակի ժամանակներն են տարբեր։ Եթե 1 րոպեում մեզ մոտ կարող է լցնել առաջին ծորակը 1/12 մասը, ապա 3 րոպեում կլցնի 3 անգամ 1/12 մասը, կամ կարող եք այս մեծությունը այլ կերպ դիտարկել, կատարելով հետևյալ եզրակացություն։ Եթե 12 րոպեում ամբողջն է, որը հիմնականում մենք 1-ով ենք նշանակում, 3 րոպեում հարցական մասն է։ Այդ հարցականը մեզ մոտ հավասար կլինի 3/12-ի։ Կամ խաչաձև բազմապատկում ասվածն է, կամ իրականում այս մասերի հարաբերությունը ուղիղ համեմատական է 3-ի եւ 12-ի հարաբերությանը։ Այսինքն այսպես նույնպես կարելի է գտնել, բայց ինչպես հարմար է, ուղղակի մեթոդ է, որին անդրադառնալ կարելի է։
Շատ լավ, հիմա 3 րոպեում կստացվի առաջին ծորակը լցնում է 3 անգամ 1/12 մասը և 2 րոպեում երկրորդ ծորակը լցնում է 2 անգամ 1/6։ Եթե այստեղ կարող ենք կրկին բերել ընդհանուր հայտարարի, բայց կարող ենք կրճատումներ անել օրինակ։ Այս պահին կունենանք 1/4 գումարած 1/3 ու ընդհանուր հայտարարի բերել այստեղ անհրաժեշտ էր։ Արդյունքում ունենք 3 գումարած 4 12/3։ Այսինքն 7/12 մասը կլցնեն երկու ծորակները, եթե առաջինը 3 րոպե բաց լինի, իսկ երկրորդը 2 րոպե։ Շատ լավ, անցնենք G պահանջին։ Ըստ G պահանջի պետք է գտնել, թե քանի րոպեում դատարկ ավազանը կլցվի լրիվ ջրով, եթե երկու ծորակները գործեն համատեղ։ Շատ լավ, այստեղ արդեն ուրիշ գաղափար կա։ Մենք գիտենք, որ առաջին ծորակը 1/12 մասն է լցնում, երկրորդը 1/6 մասը 1 րոպեում, բայց մենք պետք է գտնենք, թե ամբողջը նրանք ինչքան ժամանակում կլցնեն։ Դրա համար այստեղ պետք է նախ գտնել, թե նրանք 1 րոպեում միասին որ մասը կլցնեն։ 1 րոպե, երբ միասին աշխատեն, երկուսն էլ բաց լինեն։ Ու դրանից հետո արդեն կհասկանանք, թե քանի րոպե է նրանց անհրաժեշտ ամբողջը լցնելու համար։ Դրա համար գտնենք նախ այդ առաջին նրանց համատեղ արագությունը։ 1 րոպեում կլցնեն առաջինն ու երկրորդը։ Արդեն հաշվել ենք ապահանջում 1/4 մասը։ Ահա։ Ուստի ամբողջը, դե եթե 1 րոպեում 1/4 մասն են կարողացել լցնել, բաժանում ենք 4 հավասար մասի։ Ապա ընդհանուրը կլցնեն, ակնհայտ է 4 րոպեում։ Ահա, կլցնեն 4 րոպեում։ Շատ լավ, դա այս 4 րոպեն այլ կերպ նույնպես կարելի էր գտնել, եթե հիշում եք քննարկում էինք, մենք ամբողջը ավազանը մեկով ենք նշանակում և այս 1/4 մասը րոպեն այն աշխատելու այն հզորությունն է, որով աշխատում են երկու ծորակները միասին, այսինքն կարողանում են լցնել։ Եթե ամբողջը բաժանում էինք 1/4-ի, ինչ աշխատանք պետք է կատարեն և ինչ հզորությամբ են աշխատում, ստանում էինք ժամանակը։ Ու այստեղ միտքը նույնն է իրականում, սակայն չասեցինք այս գործողության անունը։ Շատ լավ, անցնենք D պահանջին և ավարտենք խնդրի լուծումը։ Եթե դատարկ ավազանում խցանը հանված է, քանի րոպեում անլրիվ կլցվի ջրով, եթե երկու ծորակները գործեն համատեղ։ Ահա, շատ լավ, այս իրավիճակում արդեն 3 մեծություն է։ Մեզ պետք հաշվի առնել։ Մենք 1 րոպեում գիտեինք, որ նրանք լցնում են 1/4 մասը, բայց հիմա էլ գիտենք, որ րոպեում 1/8 մասը թափվելու է։ Դրա համար եկեք գտնենք 1 րոպեում առաջինն ու երկրորդը որ մասը կլցնեն, եթե բաց է խցանը։ 1 րոպեում առաջին, երկրորդ որ մասը կլցնեն, եթե բաց է խցանը։ Շատ լավ, գիտենք, որ երկուսը միասին 1/4 մասն են լցնում, ուստի միայն այդ 1/4-ից եթե հանենք խցանի թափած մասը, 1/8-ը, կներեք խցանից թափվող մասը, կստանանք 1/8 մաս։ Շատ լավ, եթե 1/8 մասն են լցնում 1 րոպեում, ընդհանուրը կլցնեն 8 րոպեում։ Շատ լավ։ Դե եկեք թեթև ամփոփենք խնդրի լուծումը, այստեղ շատ բան չկար իրականում ասելու, պետք էր հասկանալ, որ մեզ անհրաժեշտ է իմանալ 1 րոպեում որ մասն է լցնում առաջին, երկրորդ ծորակները առանձին և խցանը բացելու դեպքում 1 րոպեում որ մասն է թափվում լողավազանից ջրի, ու հետո ուղղակի մնացածը հաշվարկներ էին։ Ուշադրություն էր պահանջում այս G և D իրավիճակները, դե G-ում ուղղակի պետք է հաշվեինք, թե 1 րոպեում որքան աշխատանք են նրանք միասին կատարում, որ մասն է լցնում, որպեսզի կարողանայինք հանգիստ հաշվել, թե ընդհանուրը ինչքանում կլցնեն։ Ու D իրավիճակում արդեն պետք էր հաշվի առնել նաև այն փաստը, որ խցանը բացելու դեպքում մեզ մոտ ջուր լողավազանից նաև թափվելու է։ Շատ լավ, այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։